Հունվարի 14-ը Վրաստանում նշվում է պետական դրոշի օր։ Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թվականին, մինչ խորհրդարանի հաստատումը որպես պետական դրոշ այն օգտագործվում էր Միխեիլ Սահակաշվիլու ազգային շարժման կողմից։ Կազմված է 1 մեծ և 4 փոքր խաչերից։ Մեծ խաչը խորհրդանշում է Աստծուն, իսկ 4 փոքրերը ավետարանիչներին։ Ներկայիս դրոշի հաստատման համար ընդունվել է դրոշի մասին օրենքը, համաձայն այդ օրենքի 2-րդ հոդվածի։ Վրաստանի պետական դրոշը սպիտակ գույնի ուղղանկյուն պաստառ է, որի կենտրոնում պատկերված է կարմիր մեծ խաչ, իսկ 4 անկյուններում նույնպես կարմիր գույնի այսպես կոչված Բոլնիսի խաչի տեսքով նույնանման խաչիկներ։ Դրոշում օգտագործվում է կարմիր գույնի երանգը։ Արգելվում դրոշի կարմիր գույնի այն երանգի փոփոխումը։ Ինչպես գիտեք, հունվարի 14-ը Վրաստանում նշվում է պետական դրոշի օր։ Պետական դրոշը դա անկախության, ազատության, պետականության, ազգային ինքնության գլխավոր խորհրդանիշն է, որը իր մեջ մարմնավորում է պետականության, պետականաշինության, ազգային ինքնության, հաստատակամության, հպարտության այդ բոլոր կարևոր չափորոշիչների այսպես մարմնավորումը եւ յուրաքանչյուր քաղաքացու պարտն է, որպեսզի մենք հպարտությամբ այդ օրը կարողանանք նշել պետական դրոշի օրը եւ հենց այդ օրը բոլոր պետական հաստատությունների, բոլոր պետական գերատեսչությունների վրա բարձրացվում է պետական դրոշը եւ մի շարք պետական ծրագրեր են նախատեսված այդ օրվա հետ կապակցությամբ եւ մենք յուրաքանչյուրս մեր բոլոր Վրաստանի քաղաքացիներ հպարտությամբ եւ մեծ խանդավառությամբ, ոգևորությամբ նշում են այդ օրը, որը բնականաբար իր մեջ մարմնավորում է մեր ազգային ինքնության, մեր պետականության, ազատության, հպարտության, ինչպես նաեւ պատասխանատվության զգացումով մարմնավորված մենք յուրաքանչյուրս իսկապես պետք է կարողանանք հավուր պատշաճի այդ օրը նշել եւ ես օգտվելով առիթից ուզում եմ բոլորին շնորհավորել պետական դրոշի օրվա կապակցությամբ։